Նարցիսներ, ովքեր են այս մարդիկ։ Դա այն մարդիկ են, որոնք որ չափից ավելի գոռոզ են, չափից ավելի կարևորում են իրենց անձը եւ ոնց որ թե այնպես տպավորություն է, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է, հա։ Այս մարդկանց մոտ խախտված է մարդկանց հետ կապված լինելու մեխանիզմը, իսկ ինչի է դա խախտված, որովհետեւ սա գալիս է մանկությունից, երբ ցանկացած երեխային պետք է որպեսզի իրեն սիրեն, որպեսզի իրեն ընդունեն, հա, կապ չունի նա սխալ է, ճիշտ է, որպեսզի հասկացված լինի ծնողների կողմից կամ հասարակության կողմից, այդ երեխան ստանում է անտարբերություն, անընդհատ իր վրան խոսում են, մի խոսքով։ Եվ ուրեմն նա մեծանալու պես դառնում է նարցիս եւ ձեռք է բերում բնավորության այն գծերը, որը որ շեշտեցի վիդեոյի սկզբում։ Եվ ուրեմն ես դες ասեմ, որ նարցիսները խորը դժբախտ մարդիկ են։ Այո, նրանք հագնում են այդ գոռոզության մասկան, այդ դիմակը հագնում են, որպեսզի ցույց տան, որ տես, ես ինչպիսին եմ, բայց հոգու խորքում նրանք շատ դժբախտ մարդիկ են եւ այդ իսկ պատճառով շատերը փոխարենը նրանց մասին բան ասելուն, փոխարենը բողոքելուն եւ ինչ որ ատելությամբ վերաբերվելուն նրանց պետք է գիտակցենք այս ամենը եւ վատ չվերաբերվենք։ Կարող ենք ընդհանրապես չշփվել այդ մարդկանց, բայց նաեւ պետք չի նրանց քննադատել, հա։ Եվ ուրեմն ես վստահ եմ նարցիս, որ դու եթե ուզենաս կարող ես փոխվել։